Հայաստանի դատարաններում գաղտնալսման միջնորդությունները կտրուկ ավելացել են 2018-ից հետո եւ առավելապես վերջին 3 տարիներին։ Ձեզ կարող են գաղտնալսել դրսում, տեղադրելով համապատասխան սարք, կարող են գաղտնալսել ձեր տանը, ինչպես նաեւ ձեր հեռախոսային խոսակցությունը նորից նման մեթոդներով։ Ալո, նման բաներ մի խոսամ, ես կարող են գաղտնալսել։ Կանց շուրջոկներ ու բաներ մեզ նայում են, տղաներ, բարև ձեզ։ Եվ գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի եւ գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք գումարներ պահանջելու եւ ստանալու դեպքերի վերաբերյալ։ Եթե 2023-ին եւ 2024-ին իրավական տերմիններով ներքին եւ արտաքին դիտման, ինչպես նաեւ հեռախոսային գաղտնալսման միջնորդությունները մի դեպքում 600-ն էին անցնում, մյուս դեպքում 750-ը, ապա 2025-ի կեսին արդեն իսկ հասել են 600-ի։ Այս բոլոր միջնորդությունների մեջ հեռախոսային գաղտնալսումները ճնշող մեծամասնությունն են կազմում։ Դրանց 60%-ից ավելին էլ բավարարվում է։ Սրանք սակայն ընդհանրապես պաշտոնական վիճակագրություններ են։ Փաստաբանները կարծում են, որ մարդկանց գաղտնալսում են նաև առանց նման միջնորդությունների։ Գաղտնալսումները իրականացում են համատարած եւ ոչ միայն դատարանի որոշումների հիման վրա։ Եվ դատարանի որոշումները ստացվում են ըստ անհրաժեշտության, այսինքն մարդիկ գտնվում են օպերատիվ հսկողության ներքո տևական ժամանակ եւ իրենց ընկալմամբ հանցագործության հատկանիշների ի հայտ գալու պայմաններում արդեն, այսպես ասած, հետագա կարգով ստանում են դատարանի որոշումներ։ Բոլորիդ գաղտնալսում են, երբ պետքա ամեն մեկիդ վրա եղած ցանկացած գաղտնալսում, ամբողջական թե մոնտաժված, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Չախոյան Տարոնի Մեդիա Նյուզ կայքում կտպի հաջորդ օրը քրեական գործ կհարուցեն։ Իրականում շատ վտանգավոր իրավիճակի է բերում այնպիսի տպավորությունա, որ բոլորին համատարած գաղտնալսում են։ Քաղաքական հնչեղություն ունեցող գործերի մեծ մասում հենց գաղտնալսումներն են օգտագործվում։ Իշխանությունից հակադարձում են, որ նման խնդիր չկա, գաղտնալսում են ըստ օրենքի պահանջի։ Հիմա անդիմադիրներին չեն գաղտնալսում, հիմա գաղտնալսում են նրանց, ում օրենքով սահմանված է գաղտնալսել։ Երկու հոգու պատիտը գնում ես, մի 15 հոգու դնում ես բանտը, սա գնում դնդակարում ես։ Իմ դիմումը ուղղված է կաթողիկոսին։ Կաթողիկոսը խուսափում է, ինքը ինձ կանչի եւ խոսի։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի խոսքով գաղտնալսման միջնորդությունները հիմնավոր չեն լինում, իսկ դրանք բավարարում են նույն դատավորները։ Այդ ձայնագրություններն էլ հետո շատ պատահական կերպով հայտնվում են իշխանության հետ փոխկապակցված կայքերում եւ դառնում քրեական գործերի առարկա։ Այսինքն այդ շեմը բավարարելու համար պետք է լինի ինչ-որ ապացուցողական բազա եւ ոչ թե ենթադրությունը։ Սակայն գործերով մենք բազմաթիվ գործերով տեսնում ենք, որ ուղղակի մի արձանագրություն է կազմված գործի մեջ դրված, որ տեղեկություններ ենք ստացել, որ սենց բան է նպատակադրված եւ այլ միջոցներով, չնշելով թե ինչ միջոցների մասին է խոսքը, հնարավոր չի եղել դա պարզել։ Չնայած օրենսդրական արգելքներին, գաղտնալսված նյութերը շարունակվում են հայտնվել հանրային տիրույթում, դառնալով քրեական հետապնդումների հիմք կամ քաղաքական ճնշման գործիք։